Ունենք մենք երեք տեսակ լամաջոներ, սովորական լամաջո, արաբական լամաջո, որ ասի նարշրուբով է։ Նրան ջրով է խոսքը։ Նրան ջրով, այո։ Եվ ունենք լամաջո Երևանում, որ ասի գա մեջ սող սեղտոր եւ այլն մի բան չի գա, մաղդանոց չի գա, քիչ գորի եւ մի քիչ բիբեր։ Անցած տարի Սիրիայից Հայաստան տեղափոխված Ջաբախչուրյանների ընտանիքը 2 ամիս առաջ իր փոքրիկ հացատունը բացեց Երևանի կենտրոնում։ Հայր ու տղա են աշխատում, նաև մեկ վարձու աշխատող ունեն։ Ընտանիքի հայրը 60-ամյա Գրիգոր Ջաբախչուրյանն ասում է, որ Հալեպում ինքն ու տղան նույն գործով էին զբաղվում։ Խոսելով Երևանի մասին նկատում է, որ ի տարբերություն Հալեպի այստեղ եկամուտ ստանալը դժվար է։ Մենք Սիրիա սեփական դեր ունենք։ Ես զատ դրասը մեր սեփական դերեր են, մեր սեփական խաղողներ են դաշտադի ենք։ Այստեղ եկան վարձով է դարածքը։ Այսինքն թե վարձ դարածքի վարձ թե օրինակ հարգային եւ այլն, ասում մեզ մի քիչ դժվարացնել, բայց մենք պիտի աշխատենք, պիտի չնստենք, նստիր լավ բան չի պիտի աշխատենք։ Այստեղի այցելուները հիմնականում սիրիահայեր են, որոնք անգամ Երևանի տարբեր ծայրերից ընդմիջմանը գալիս են քաղցահագեցնելու ծանոթ ուտեստներով։ Մալացիայից այստեղ եք գալիս, հատուկ ուտելու համար։ Հա, իսկ այնտեղ Մալացիայում չկա ինչ-որ բան, որ կարողանաք ուտեք բան։ Խաչապուրի չգիտեմ ինչ չգիտեմ, մենք չենք կարող։ Այս օրը ես բանը սովորել եմ։ Ես 40 տարի ես բանը խաչապուրի մեր չլա։ Սիրիայի ժողովուրդը փորը սիրել, դա արծը, փորը սիրել։ Ջաբախչուրյանների ընտանիքը Հայաստան է եկել անցած տարվա սեպտեմբերին։ Հալեպում թողել են իրենց տունը 2 խանութներն ու տարիների վաստակածը։ Դժվարությամբ խմորի հետ աշխատող մեքենան են տեղափոխել այստեղ։ Գրիգորի տղան 24-ամյա կայծակն ասում է, որ մինչ այդ հայրենիքում չէր եղել, բայց որոշել է, որ այլևս այստեղ է ապրելու։ Հայաստանը իրեն շատ է դուր եկել։ Բոլորը հայերեն են խոսում, պատերազմ չկա, մարդիկ հյուրասեր են։ Ամեն հայերեն գիտեն, ամեն ու հայեր է, այսինքն Աստեղ ավելի հեշտ է դեսնեմ ես։ Ոստը ինքը դերևս մի քիչ ժողովրդի թեմքի արտահայտությունը ուրիշ է, բայց տուն մարդու մեջը բիդի նայես չէ։ Հիմա արաբների թեմքը միշտ բادرազմի ժողովրդի թեմք է, որովհետև միշտ արաբական կապները բادرազմն է, եւ մենք ասենք արդու գզախնես, ամեն թեմքը sense բան։ Պատրաստն ինքը բادرազմյան բան է, այստեղ ժողովուրդը շատ ասենք սար, լուրջ, Չշկող չզենք, ասենք չգիտեմ, երևի թե կյանքը չէ տասավորված։ Եվ անվաճառը որ կարևոր է որ խոսես է ինքը քեզա գոկա այախվերս սալտանեն բան ես ուրախանամ մեգին զիսերանան եւ ինձ գասե հələ երտան մի բաժակ սուրճ պատիվ դան քեզ բան ինձ համար շատ սպեշալ բան է Այն հարցին թե որոշ սիրիահայեր բողոքում են որ իրենց հայրենիքում լավ չեն ընդունում փորձում են խաբել եւ մանր-մուներ կողոպտել կայծակը պատասխանում է թե չի ցանկանում վատ բաներից խոսել քանի որ դա էական չի համարում Չէ, ատիբեր ենք վատ բաներին, բայց օրինակ ինչը։ Չեմ խոսում։ Ինչի։ Ինչու համար։ Ասեք, ինչն է վատը։ Ես աս վիդեոն գացնակրես եւ որի մեկ եվրոպացին եւ ամերիկացին դեսնի Հայաստանի մասին դեպի բամոլսել չէ, չեմ ուզելս։ Անտիբեր եմ այո, նայ։ Անտիբեր եմ եւ դու ինձ մա ավելի լավ գիտես։ Ադամ եւ ինձ մա ավելի աստեղ ապրես, աստեղ զբելես։ Սակայն վատն այն է ասում է, որ Հայաստանում բիզնես տանելն ու դրան վաստակելը անհամեմատ դժվար է, քան Սիրիայում։ Բայց Սիրիայում ունենք ինչ անամսել, որ շատ լավ է, բիզնեսը, արաբական բիզնեսը։ Ինչն է ավելի լավը տեղ։ Բիզնեսին դինամիկությունը եւ ակտիվությունը եւ անհրաժեշտությունը։ Համ ժողովուրդը շատ է, համ ավելի ասենք, բան կաշխատի ժողովուրդը։ Գրագի նման է։ Ես միշտ գասեմ Երևանի Հայաստանի մեկ շապտված գործը Սիրիայի մեջ մեկ դերն է։ Չնայած այս ամենի կայծակը որոշել է, որ այստեղ է մնալու եւ հայրենիքում է կառուցելու իր ապագան, այստեղ ինձ ապահով եմ զգում ասում է։ Ուրիշ կելա, այստեղ ավելի հանդար, ասենք, արդու գզարնես երկինքը կապույտ է, ծայր գա, թուրքչունի ծայր գա։ Շատ մեծ պրոջեկտ է, որ այստեղ մնալու է, շատ մեծ հույս կա եւ սիրեմ ես Հայաստանը շատ ասճապ։ Այստեղ է որոշել մնալ նաև կայծակի հայրը։
Օտար երկրում տուն ենք կառուցում, հետո ստիպված լինում թողնել մեր տարիների աշխատածը, ասում է նա։ Մենք կուզենք, որ այլևս ասկի հետո մենք մեր դուները Երևանի մեջ, մեր հայրենիքի մեջ սարքենք, ալ հերիք է գպավե մեզի, որ մենք սպիրտի մեջ դուները սարքենք և դուները պատրաստենք և քաղաքները զարգացնենք, մենք մեր հայրենիքը, մեր Երևանը, մեր Հայաստանը զարգացնենք և աշխատենք և հոստեղ առաջանանք, ասի մեր հույսն է, մեր փապակն է։